Աստված մեզ օրհնի։ Վերնագրել եմ խոսքս այսպես. փրկության գործը կատարված է։ Մարդը տարբեր հարցերից, վտանգներից փրկվելու կարիք ունի։ Հիվանդություններ, ցավեր, փորձանքներ, բայց ամենամեծ վտանգը մարդու մեղքից և նրա հետևանքից փրկվելու հարցն է։ Քրիստոս աշխարհ եկավ մեղավորը փրկելու, մարդկության մեղքի պատիժը իր վրա վերցրեց, արդարը դատապարտվեց մեղավորի տեղ և ամբողջ մարդկության պարտքը հատուցեց։ Մեկ այլ բաց տեղ չի թողել, որ մարդը մտածի արդյոք իր մեղքերը թողված են, թե ոչ։ Նա ողջ աշխարհի մեղքերի պատիժն է վերցրել իր վրա, բայց հավատացողը կապրի, հավատացողը այդ օրհնությունը կընդունի։ Մեր Տեր Հիսուս Քրիստոս եկավ, որպեսզի մեզ հենց մեղքից և մեղքի հետևանքից փրկի, թեև նրա խաչի գործը խաչվելը շատ հարցերի պատասխան ունի։ Մենք չենք կարող կարճ ժամանակում այդ բոլոր հարցերի պատասխանները տեսնել։ Այսօր ուղղակի մեղքից և մեղքի հետևանքներից ազատվելու մասին եմ ուզում խոսել։ Կարդում եմ Հովհաննեսի նամակի առաջին նամակն է Հովհաննեսի առաջին գլխից 1-ից 4 համարը։ Հովհաննես առաքյալը խոսում է, պատմում է մեզ սա. այն, որ սկզբիցն էր, որ լսեցինք, որ մեր աչքերով տեսանք, որին նայեցինք և մեր ձեռքերը շոշափեցին կյանքի բանի համար, կյանքը հայտնվեցավ, և մենք տեսանք, և վկայում ենք, և պատմում ենք ձեզ հավիտենական կյանքը, որ հոր մոտ էր, և երևեցավ մեզ։ Այն, որ տեսանք և լսեցինք, պատմում ենք ձեզ, որ դուք էլ հաղորդություն ունենաք մեզ հետ, և մեր հաղորդությունը հոր հետ և նրա որդի Հիսուս Քրիստոսի հետ։ Սա գրում եմ ձեզ, որ ձեր ուրախությունը կատարյալ լինի։ Երբեմն մարդիկ մտածում են, այ որ առաջին դարում ծնված լինեի, ինչպես Հովհաննես առաքյալը, ինչպես մյուս առաքյալները Հիսուսին իմ աչքերով տեսնեի, ձեռքերով նրան շոշափեի, այ ուժեղ հավատացյալ կլինեի։ Բայց ինչ է վկայում Հովհաննեսը։ Այն, որ տեսանք, լսեցինք, որ պատմում ենք ձեզ։ Քրիստոսի մասին ինչ որ պատմում ենք, որ դուք ընդունում եք, այդ ճշմարիտ պատմությունները, այդ ինֆորմացիան ընդունելով դուք հաղորդ եք լինում մեզ հետ, հաղորդ եք լինում հոր հետ, հաղորդ եք լինում Քրիստոսի հետ։ Այն ինչ որ պատմվում է ձեզ Քրիստոսի մասին, դուք ընդունելով կատարյալ հաղորդակցություն եք ունենում։ Ոչ պակաս, քան առաջին դարում լինողները։ Եթե պակաս լիներ, չէր կարող այսպես ասեր. սա գրում եմ ձեզ, որ ձեր ուրախությունը կատարյալ լինի։ Թերի կլիներ ուրախությունը։ Եթե կարողանանք մենք ընկալել, հասկանալ ավետարանի խոսքերը, որ աշակերտները, առաքյալները գրեցին, կատարյալ ուրախություն կունենանք։ Կունենանք այն կատարյալ ճանաչողությունը Քրիստոսի հանդեպ, ինչպես նրանք ճանաչեցին, մենք էլ անթերի անպակաս ուրախություն կունենանք։ Տա Աստված մեզ հասկացողություն, որ մենք ավետարանի խոսքերով ճանաչենք նրան, և այդ պատմությունը անվանեց Հովհաննեսը բարի լուր, ավետիք։ 5 համարից եմ կարդում մինչև 10։ Սա է ավետիքը, որ նրանից լսեցիք և պատմում ենք ձեզ,
թե Աստված լույս է, եւ ոչ մի խավար չկա նրանում։ Եթե ասենք, թե հաղորդություն ունենք նրա հետ, եւ խավարի մեջ ման գանք, սուտ ենք ասում եւ ճշմարտություն չենք անում։ Բայց եթե լույսի մեջ ման գանք, ինչպես նա է լույսի մեջ, հաղորդություն ունենք իրար հետ, եւ նրա որդի Հիսուս Քրիստոսի արյունը մեզ սրբում է ամեն մեղքից։ Եթե ասենք, թե մեղք չունենք, մեր անձերը խաբում ենք եւ ճշմարտություն չկա մեզանում, ապա թե մեր մեղքերը խոստովանենք, նա հավատարիմ է եւ արդար, որ մեր մեղքերը թողե մեզ եւ սրբե մեզ ամեն անիրավությունից։ Եթե ասենք, թե մեղք չգործեցինք, ստախոս ենք անում նրան եւ նրա խոսքը մեզանում չէ։ Երբ որ մարդը ավետարանի այս ճշմարտությունը Աստծո խոսքը ընդունում է, լուսավորում միտքը, Աստծո խոսքով հասկացողություն ձեռք բերում, իր իրական վիճակն է տեսնում։ Եթե իրական վիճակը տեսնում է, մարդը չի կարող ասել մեղք չունեմ։ Տեսնում է, որ շատ մեղք ունեմ, նույնիսկ թվարկել չեմ կարող։ Բայց Քրիստոս սրբում է մեզ ամեն մեղքից, իր արյան գնով սրբում է մեզ ամեն մեղքից։ Եվ եթե մենք սրբվելով նորից մեղավոր ճանապարհի մեջ գնանք, խավարի մեջ գնանք, ճշմարտություն չկա մեզանում։ Սա է ասում։ Բայց եթե ընտրում ենք արդարության ճանապարհը, Քրիստոս սրբում է մեզ ամեն մեղքից։ Սակայն ուշադրություն դարձրեք, ինչ է ասում այստեղ։ Եթե ասենք մեղք չունենք, սուտ է, բայց եթե խոստովանենք մեր մեղքերը, հավատարիմ է եւ արդար, որ մեր մեղքերը, որ խոստովանեցին, կների եւ կսրբի ամեն անիրավությունից։ Այսինքն Հիսուս Քրիստոս խաչվեց այն մեր մեղքերի համար, որ մենք գործել ենք մինչև ապաշխարելը, թե դրանից հետո գործած մեղքերի համար է խաչվել։ Ուշադրություն դարձրեք, ամբողջ մեր կյանքում գործած մեղքերի համար է խաչվել։ Ամբողջ մեր կյանքը ամփոփել իր մեջ։ Վաղվա տարիներ հետո գործած մեղքերի համար է խաչվել, որ դեռ չեն եկել այդ օրերը։ Բայց եթե դու անկեղծ լինես եւ ասում է լույսի մեջ մանկաս, այսինքն ավետարանի խոսքով առաջնորդվես եւ անկարծ տեսնես մի մեղք գործեցիր, դիտավորյալ, թե ոչ դիտավորյալ, մեղք գործեցիր եւ որի համար զղջում ես եւ այսօր խոստովանում ես, հավատարիմ է նա եւ արդար, որ այսօրվա այդ խոստովանածը մեղքն էլ կների, կթողնի մեղքդ, այսինքն կների եւ նաեւ կսրբի քեզ ամեն մեղքից, այսինքն ինչ է նշանակում կսրբի, կախարդություն չի անի վերանա քո կյանքում այդ մեղք գործելու հատկությունդ, կարողությունդ, ոչ, եթե դու խոստովանում ես մեղքը անկեղծ, այսինքն դու մերժում ես մեղքը, եթե դու մերժում ես մեղքը, կսրբի քեզ Տերը։ Եթե դու անգիր ասում ես Տեր Աստված ինձ ներիր, բայց խոստովանող մարդու սիրտ չունես, չես սրբվի։ Եթե խոստովանում ես, գիտակցում ես արածիդ վատը եւ դատապարտելով խոստովանում, Տերը ոչ միայն կթողնի քո մեղքը, այսինքն կների, նաեւ կսրբի քեզ ամեն մեղքից։ Բայց նաեւ այս խոսքերը, որ մենք լսում ենք, Հովհաննեսը տեսեք նաեւ ինչ է ասում։ Երկրորդ գլխի առաջի 2 համարն եմ կարդում։ Իմ որդյակներ, սա գրում եմ ձեզ, որ չմեղանչեք։ Եվ եթե մեկը մեղանչե, բարեխոստ ունի հոր մոտ Հիսուս Քրիստոս արդարին։ Եվ նա քավություն է մեր մեղքերի համար, եւ ոչ միայն մերինների, բայց բոլոր աշխարհքի էլ։ Նախ ինչ է ասում։
Այս ինչ որ ես խոսում եմ նրա համար, ոչ թե համարձակ մեղք գործես, այլ մեղք չգործես։ Այս փառավոր շնորհքը Քրիստոսի, որ նա իր թափած արյունով քեզ արժանացրեց մեղքերի թողության, չչարաշահես։ Սա գրում է, որ մեղք չգործես։ Եթե սրբված լինելուց հետո նորից խավարի մեջ մանգաս, նորից կկեղտոտես քեզ։ Խավարի մեջ մի մանարի, ճշմարտության հետևիր։ Բայց եթե հանկարծ, եթե մեկը մեղք գործե, այսօր Քրիստոս բարեխոս է մեզ համար, հոր մոտ Հիսուս Քրիստոս արդարը այսօր էլ բարեխոս է։ Հիսուս Քրիստոս 2000 տարի առաջ խաչվեց։ Շատ մարդիկ ասում են, լավ, որ Քրիստոս 2000 տարի առաջ խաչվեց, քեզ ինչ օգուտ։ Այդ հույս ես դրել մեկի վրա, որ 2000 տարի առաջ խաչվել է եւ այսօր դու փրկություն կունենաս, այսինքն մեղքերի թողություն նրան կանչելով, իմ փրկիչը հարություն է առել։ Եվ այսօր նաեւ բարեխոս է հոր մոտ ինձ համար։ Ոչ միայն ինձ համար, ուշադրություն դարձրեք։ Ավելին ամբողջ աշխարհի։ Եթե ամբողջ աշխարհը ապաշխարի դառնա Քրիստոսին, ընդունի Տեր ու Փրկիչ, մեղքերի թողություն կունենա։ Սա այս ինֆորմացիան, այս լուրը ավելին է, քան քո անձի համար մտածես, չէ, որ արդյոք ես եթե զղջում եմ, խոստովանում իմ մեղքերը, փրկություն կունենամ, թե չէ։ Այսօր մի մեղք գործեցի, որ ապաշխարել էի, դարձել Աստծուն, բայց այսօր մեղք գործեցի, թեև զղջում եմ, բայց արդյոք ինձ ներում կա։ Ոչ միայն քեզ, ամբողջ աշխարհի, Ադամից մինչև վերջին մարդը ընդգրկեց Քրիստոս իրենում։ Բոլորի մեղքի պատիժը հատուցեց։ Պատկերացնում եք, ինչ փառավոր փրկարար գործ է կատարել Քրիստոս, ինչ մնաց իմ համար, մտածեմ։ Պետք է, ուղղակի ոչ միայն պետք է, պարտավոր եմ հավատալ Քրիստոսին, որն այսօր բարեխոս է ինձ համար։ Խաչվածը հարություն առած այսօր բարեխոս է ինձ համար։ Խաչի գործ այսօր ուժի մեջ է, ինչպես առաջին դարում լինող հավատացյալի համար։ Բոլոր դարերում եղողների համար, նույնիսկ Հիսուս Քրիստոս, որ Աստված է, հայտնվեց մարմնում, իր մարմնում հայտնվելուց առաջ լինողների համար է փրկություն։ Որովհետև նրանք սպասում էին Փրկչին, որ Մեսիան կգա աշխարհ եւ ամեն բան կպատմի մեզ։ Ինչպես ասում էր Սամարացի կինը, որ ջրորի մոտ հանդիպեց Հիսուսին։ Կգա, գիտենք, որ Մեսիան կգա, ասեց նա ես եմ։ Փառք նրան, Հիսուս Փրկիչ է ողջ աշխարհի համար։ Երբ որ այսպես նայում ես, հեշտ է քեզ հավատալ, բայց երբեմն մարդը սկսում է, չգիտես ինչու, իրեն ջոկված տեսնի, նաև քեզ համար է Փրկիչ։ Եթե դու անկեղծ ես Աստծո առաջին, անկեղծությամբ ես գալիս Աստծո առաջին, քո ամբողջ կյանքն է ընդգրկել։ Պատահական չէ, որ նրանք, որ լույսի մեջ են, ասում է, եթե ասենք մեղք չունենք, սուտ է, բայց եթե խոստովանենք, հավատարիմ է եւ արդար, որ ների մեզ, թողնի մեր մեղքերը եւ սրբի ամեն մեղքից։ Այսինքն սա ինչ է նշանակում։ Շարունակական քեզ պահում է փրկության մեջ։ Եթե մեղք ես գործել, բայց մեղքիդ հետ չես բարեկամ, դու նորից փրկության մեջ ես։ Երբեմն մարդիկ շփոթում են, երբ որ հետագայում սխալներ են գործում։ Իհարկե կոչ է անում առաքյալը մնաս Տիրոջ խոսքի մեջ, պատվիրանների մեջ, որովհետև երկրորդ գլխի 3-ից 6 համարում սա է խրատում։ Երկրորդ գլխի նույն նամակն է, երկրորդ գլխի 3-ից 6 համարում, սրանով գիտենք, որ ճանաչեցինք նրան, եթե նրա պատվիրանքները պահենք,
Ով որ ասում է, թե ճանաչեցի նրան և նրա պատվիրանքները չի պահում, ստախոս է և ճշմարտություն չկա նրանում, բայց ով որ նրա խոսքը պահե, իրականում Աստծո սերը նրանում կատարյալ է։ Սրանով ճանաչում ենք, որ նրանում ենք, որ ով որ ասում է, թե նրանում եմ բնակվում, բայց նրանում եմ բնակվում, պետք է ինչպես որ նա գնաց, այնպես էլ ինքը գնա։ Նրան նմանվի, նրան ընթացքը ունենա։ Այսինքն արդարության ճանապարհի մեջ ապրի Քրիստոս ընդունած մարդը։ Զուգահեռներ տանենք այն 8-9 համարի հետ, եթե ասենք մեղք չունենք, արդարության ճանապարհի մեջ գնացողը, որ ձգտում է Տիրոջ պատվերները պահի, եթե հանկարծ սխալվի էլ, նորից Աստծուն դառնալու հնարավորություն ունի։ Բայց ինչ է ասում այս խոսքը 3-րդ գլխից եւ նույն նամակի 3-րդ գլխում 6 համարից կկարդամ մինչև 10-ը, ամեն ով որ նրանում մնում է, չի մեղանչում, եւ ամեն ով որ մեղանչում է, չի տեսել նրան եւ ոչ էլ ճանաչել նրան, չի էլ ճանաչել, սենց ասած։ Մանկունք, այսինքն Աստծո զավակներ, ոչ ով ձեզ չխաբե։ Նա որ արդարություն է անում, արդար է, ինչպես նա էլ, այսինքն Հիսուսն էլ արդար է։ Նա որ մեղք է անում, սատանայիցն է, որովհետև սատանան հենց սկզբիցը մեղանչում է։ Նրա համար հայտնվեցավ Աստծո որդին, որ սատանայի գործերը քանդե։ Ամեն ով որ Աստվածանից է ծնված, մեղք չի անում, որովհետև նրա սերմը, այսինքն խոսքը, նրանում մնում է եւ չի կարող մեղանչել, որովհետև Աստվածանից է ծնված։ Սրանով են հայտնի Աստծո որդիքը եւ սատանայի որդիքը։ Ուրեմն ուշադրություն դարձրեք։ Շփոթություն կարող է ունենալ մարդը, եթե միտքը տեքստի չհասկանա, ինչպես հասկանանք նա որ լույսի մեջ է, եթե ասե մեղք չեմ գործում, սուտ է, բայց եթե խոստովան է, հավատարիմ է Տերը, կների, կթողնի մեղքը եւ կսրբի ամեն մեղքից։ Այստեղ ասում է նա որ մեղք է անում սատանայից է, նա որ արդարություն է անում Քրիստոսից է, Աստծուց է։ Այստեղ այս տեքստում ի տարբերություն առաջին գլխին, որ նա որ մեղք գործեց, եթե ասենք մեղք չենք գործում, եզակի է խոսում, բայց այստեղ հոգնակի ասում նա որ մեղք է անում, ներկա շարունակական մեղավոր կյանք է ապրում։ Սուտ է որ ասում է ես Աստծուն եմ հավատում։ Նա որ մեղավոր կյանք է ապրում, հարատևում է մեղքի կյանքի մեջ, նա սատանայից է։ Չարնել իշխանություն ունի նրա վրա։ Բայց նա որ արդարության ճանապարհի մեջ է, Աստծուց է։ Ասում է նա որ արդարության ճանապարհի մեջ է նա։ Հարատևում է արդարության մեջ, երբ որ նույնիսկ մեղք է գործում, ապաշխարում, զղջում է այնպես, ինչպես որ Աստծո պահանջն է, չի մնում մեղքի մեջ, շարունակական ընթացք չունի նա, այլ Քրիստոսին է հետևում, սատանան իշխանություն չունի նրա վրա։ Մեղքի պատճառով չէ կարող է սատանան մարդուն տիրել, ազդել մարդու վրա, բայց երբ որ արդարը մեղանչի, այնպես չի որ սատանան հենց մեղք գործեցի, վերջ պիտի քո վրա ազդեցություն ունենա։ Ոչ։ Ժամանակ է տալիս Աստված, Քրիստոսը, մտածես, տեսնես մեղքդ, հասկանաս, կարողանաս զղջաս, ապաշխարես, թույլ չի տալիս սատանան ազդի քեզ վրա, այլ լիարժեք կարողանաս ապաշխարես եւ չգնաս այն ճանապարհով, որոնց վրա սատանան է թագավորում։ Պահում է քեզ, ներում է ստանում Քրիստոսին հավատալով։ Ուշադրություն դարձրեք, մեղքի պատճառով է մարդիկ անեծք են բերում իրենց վրա, անեծք են բերում իրենց ծերունդի վրա։ Երբ որ մարդը Քրիստոսին հավատում է, նաև մեղքերի թողության արժանանում, ազատվում է
սատանայի իշխանությունից, ազատվում է անեծքներից, որ գալիս են իրենց վրա։ Շատ մարդիկ նկատում են, որ կարծես մի անեծք լինի իրենց վրա, իրենց ազգի ցեղի վրա։ Այո, կա այդպիսի բան։ Մարդիկ կան, որոնք չսիրեցին Աստծուն, մեղավոր ճանապարհով գնացին, քուրքերի պաշտեցին, կախարդությունների, գուշակությունների հետևեցին։ Եվ Տիրոջ խոսքն ասում է. եթե մեկը քուրքերի կրապաշտության հետևի, չսիրի ինձ, անօրենության հետևի, նրա միջև 3-րդ եւ 4-րդ սերունդ անեծք կկրի։ Մեղք կա, որ անեծք է բերում ոչ միայն այդ մարդու վրա, մեղք անեծք է բերում նաև իր թոռների վրա, մինչև 3-րդ կամ 4-րդ սերունդը։ Բայց եթե մեկը դառնա Աստծուն եւ սիրի Աստծուն, արդարության ճանապարհի մեջ գնա, սիրի Աստծուն, կօրհնեմ նրա մինչև 1000-րդ սերունդը։ Օրհնյալ է Աստված, որ այսինքն տեսնում ես արդարը, որ արդարության ճանապարհի մեջ գնաց, եթե անեծք էլ կար իր վրա, պիտի կանգնի։ Եվ հեսա կասեմ ինչու կկանգնի, եւ նա պատճառ կդառնա իր սերունդի միջև 1000-րդը օրհնություն ժառանգի։ Ինչու պիտի կանգնի անեծքը, որովհետեւ Քրիստոս մեղքը վերցրեց իր վրա, փրկություն շնորհեց մեզ, ներեց մեզ։ Սակայն ուշադրություն դարձրեք, Գործք առաքելոցում մի այսպիսի խոսք կա։ Գործք առաքելոցի 26-րդ գլխի 18 համարը կարդամ 16-ից։ Տեր Հիսուսը, որ Պողոս առաքյալին ուղարկում էր ավետարանը քարոզի, Գործք առաքելոց 26 16-ից 18։ Բայց վեր կաց եւ ոտներիդ վրա կանգնիր, որովհետեւ նրա համար երևեցա քեզ, որ քեզ ձեռքս առնեմ պաշտոնյա եւ վկա լինելու այն բաների, որ դու տեսար, եւ այն բաների, որոնցով պիտի երևամ քեզ։ Շատ բաներ նոր պիտի հայտնեմ, հասկացնեմ քեզ, երևամ քեզ, որ ազատեմ քեզ այն ժողովրդից եւ հեթանոսներից, որոնց մեջ ես հիմա քեզ ուղարկում եմ։ Ուղարկում եմ նրանց աչքերը բանալու եւ խավարից դեպի լույս դարձնելու եւ սատանայի իշխանությունից դեպի Աստված, որ նրանք մեղքերի թողություն եւ սուրբերի հետ ժառանգություն առնեն ինձ հավատալով։ Ինչպես առաջին դարում Պողոսը խոսում էր Քրիստոսի մասին եւ այս խոսքերը հասնել են մեզ Քրիստոսի մասին։ Քրիստոսին հավատալով արժանանակ մեղքերի թողության, խավարից դեպի լույսը դառնակ, այն մեղավորները, որ չեն էլ հասկանում իրենց գլխի ինչ են բերում, խավար կյանքով ապրում են, գաս, հասկանալի, լուսավոր, ավետարանի խոսքով հասկանալի ճանապարհի մեջ, սատանայի իշխանությունից էլ ազատվես, Աստծո իշխանության տակ մտնես։ Քրիստոսին հավատալով Պողոսի վկայությունը այսօր էլ ուժի մեջ է։ Այսօր էլ Քրիստոսի մասին ինչ որ վկայում էր, հավատացողը Քրիստոսին պիտի ազատվի սատանայի իշխանությունից։ Ինչու՞։ Որտեւ մեղքերի թողություն է ստացել, բռնելու տեղ չունես սատանան, Քրիստոս խաչվեց մեզ համար։ Ես շատ անգամ եղել է, որ ես 2-3 տարվա հավատացյալ էի, մի տարօրինակ ստրես էր անցնում, վախ, վեր էի կենում, ասում էի, ես Հիսուսինն եմ, պատկանում եմ Քրիստոսին, նրա անունով գնված եմ։ Սատանա, դու բաժին չունես ինձ վրա, իմ բոլոր մեղքերին թողություն է շնորհված։ Դու բաժին չունես ինձ վրա։ Ես Քրիստոսինն եմ։ Դու չես կարող վախերով, սուտ մտքերով ինձ առաջնորդես, ոնց որ առաջ որ խավարի մեջ էի։ Հիմա ինձ հայտնի է, որ Քրիստոսն է իմ Տերը։ Պատկանում եմ նրան։ Ոչ միայն մեղքերի թողություն է տվել, մինչ ապաշխարել ես գործած մեղքերից։ Թողություն է շնորհել ինձ Աստված Քրիստոսով ամբողջ իմ կյանքի մեղքերի։ Ես պատկանում եմ Աստծուն, Աստծո բաժինն եմ։ Նաև տեսեք, մեղքերի պատճառով, որ ինչպես ասեցի, մարդիկ անեծք են բերում իրենց վրա եւ իրենց սերունդի վրա, Գաղատացիս նամակում
Աստծո օրենքը, սուրբ օրենքը, որ ցույց է տալիս մարդկանց մեղքերը, անիրավությունները, Գաղատացիս նամակի 3:10-ից կկարդամ մինչև 13 համարը, որովհետև որոնք որ օրենքի գործերից են, անեծքի տակ են, քանի որ գրված է, թե անիծյալ լինի ամեն մարդ, որ չի կենում, չի մնում օրենքի գրքի մեջ բոլոր գրվածներում, որ ամենը անե կատարե։ Եվ թե օրենքով ոչով չի արդարանում Աստծո առաջին, դա հայտնի է, որովհետև արդարը հավատքից կապրի։ Բայց օրենքը հավատքից չէ, այլ նրանց կատարող մարդը կապրե նրանով։ Քանի որ Քրիստոս գնեց մեզ օրենքի անեծքից, մեզ համար անեծք լինելով, ինչպես որ գրված է, թե անիծյալ լինի ամեն փայտից կախվածը։ Օրենքը ասենք հայտնում էր, բացահայտում էր, որ մեղք գործողը, օրենքի պահանջը չկատարողը մտնում է անեծքի քողի տակ, անեծքի տակ, իր վրա անեծք է բերում։ Ուշադրություն դարձրեք, օրենքը չասերել, մեղավոր իր վրա անեծք է բերում։ Մեզ լավություն արեց Աստված, օրենք տվեց, որ տեսնենք օրենքով, որ անեծքի տակ ենք։ Ոչ թե օրենքը մեզ պետք չէ, քանի որ անեծք ցույց տվեց, հենց պետք էր, որ անեծքը երևար։ Ինչու եմ անիծված, ինչու եմ ժառանգել անիծյալ ինչ որ տարօրինակ բաներ, որովհետև մեր պապերն էլ մեղանչեցին։ Նրանց մեղքերի հետևանքը մինչև նրանց 3-րդ, 4-րդ սերունդը գալիս է։ Բայց Քրիստոս, որ մենք դառնում ենք Աստծուն եւ խնդրում ների մեզ, եւ մեր պապերի սխալներն ենք խնդրում, Տեր, ների մեր պապերի մեղքերն ու անցանքները, մեզ թողություն է տալիս, մեր պապերի անեծքն է մեր վրայից վերցնում, արժանացնում օրհնության։ Ամբողջ մեր կյանքը Քրիստոս իր խաչի գործով գնել, առել է, պատկանում ենք նրան։ Ծնունդից մինչև մահ, պատկանում ենք նրան, եւ մահ ֆիզիկական մահ։ Քրիստոսին պատկանողների վրա այդ մահն էլ իշխանություն չունի, երկինք ես մտնելու, այն դժոխք տանող անեծքից էլ ազատվելու ես։ Հավիտյան լինելու ես Աստծո հետ, նրան լինի փառք հավեր։ Փառավոր հաղթություն, արդարը, որ անեծքի արժան չէր, անեծք վերցրեց իր վրա։ Որ այսօր մենք դատապարտելով մեր սխալները անեծքից ազատվենք։ Երբ որ մենք տեսնում ենք հետ իմ հարազատները, որ հավաքվում էին մոտապես 10-11 տարեկան էի, Աստծո ողորմից շնորհակալ եմ Աստծուց, դա երեխու խելք չէր, որ այդպես մտածեր։ Հավաքված հասակակից իմ հարազատներ, իմ պատանի տարիքի գողքներիս միազգական ունենք, միշտ վատ բաներ սովորեցնում։ Գողություն, շնություն, այդ երեխեքին։ Ես էլ որ նայում էի նրա դեմքին, ու ասում էի, որ մեծանամ, ես իր ասածի պես չեմ լինելու։ Երեխա տարիքից սենց էի մտածում, ո՞նց էր գլուխս այդպես աշխատում, դա Աստծո հրաշքն է, դա մարդու բան չէ, մարդու մեջ բարի բան չկա։ Բայց շատ հարազատներս հավանում էին իրան, չար անեծք բերող խորհուրդները եւ անեծք էլ բերեցին։ Իմ հասակակից այդ ազգականներից շատերը հիմա չկան, ժամանակից շուտ մահացան։ Մեկը շնության կյանքով ապրեց, հարված եկավ իր վրա, ժամանակից շուտ մեռավ։ Մեկը ուրիշ մի չար ճանապարհի մեջ գնաց, ուղղակի սենց չար ճանապարհը կարծրացրած սիրտը Հիսուսի փրկարար գործը չպետք է ընդունի ու վերջ։ Ժամանակից շուտ մեռավ ու Քրիստոս չընդունած։ Աղաչում էի, որ Հիսուսին դարձի, ինչ ես ասում։ Բայց հետարքիր է չնացողը հարված ստացավ, բայց ապաշխարեց ու մեռավ։ Այդ Հիսուս մերժողը տենց մերժացել գնաց։ Չեմ ասում փոքր մեղքեշնություն, չէ, մեռավ, ժամանակից շուտ մեռավ, սերունդ էլ չունեցավ։ Թեկուզ ողորմության արժանացավ, մեղքերի թողություն ստացավ վերջում, ընդունեց Հիսուսին,
բայց պատիժը մնաց իր վրա։ Կարճ եղավ կյանքը, խանձվածի պես մտավ երկինք։ Տերը ձեզ օրհնի ժողովուրդ։ Հիսուս գնել է մեզ իր արյան գնով, փրկություն շնորհել մեզ։ Ամբողջ մեր կյանքն է ամփոփել իրենում։ Երբեք չդադարես Քրիստոսի անունը կանչելուց։ Եթե մի հարց մոռանաս, Քրիստոս չպիտի մոռանաս։ Մայրս դարձել է մոռացկոտ։ Մի բանը շատ անգամ կասի, կհարցնի։ Հիսուսից հարցնում եմ, տեղը տեղին է։ Ասում եմ ոչինչ, այն բաները ինչ որ մոռանում ես, դա երկրորդական են։ Հիսուս անունը չմոռանաս, նա քո փրկիչն է։ Պատմա Հիսուսից։ Դա չի մոռանում, հրաշք է։ Հիշողությունը կորցրել է, բայց Հիսուսին հիշում է։ Դա հրաշք է։ Փառք Աստծո, մխիթարվում եմ, ուրախանում։ Աստված ձեզ օրհնի։ Կարող է տարիներ առաջ Աստված Տերը քեզ շատ մեծ բարիք արածելնի, փրկություն շնորհացելնի, դու դա մոռանաս։ Բայց Հիսուս, որ քո փրկիչն է, քո մեղքերի թողության համար խաչվեց, դա իրավունք չունես մոռանաս։ Նրանով ունես մեղքերի թողություն եւ հավիտենական կյանք։ Հովհաննեսն ինչ էր ասում։ Կյանքը հայտնվեցավ։ Նա կյանքն է։ Ժողովուրդ, մենակ մեղքերի թողության հարց չի, էսա։ Ապրես, կյանք ունենաս հարատև, նրանից առնես բարիք, ապրելու ոչ միայն մեղքերի թողություն, հավերժ գոյություն ունենաս, կենաց ծառը, նրան լինի փառք հավերժ, ամեն, աղոթենք։ Տերը մեզ ների, երբեք չմոռանանք մեր Հիսուսին, նա մեր փրկիչն է, Տերը ների մեր բոլոր սխալները,